Աստվածաբանական բաժնին անցնենք, հանրամատչելի աստվածաբանություն խորագրի ներքո, միսիոլոգիայի դասընթացի 5-րդ դասն է, նախավերջին դասն է այսօր, որը կոչվում է, վերնագրել եմ այսպես, կարիքի գնահատում և մեթոդներ։ Հիշում եք նախորդ անգամ պատմության մասին խոսեցինք, ամփոփ պատմություն միսիոլոգիայի, և ամենակարևորը մենք պիտի հասկանանք աստվածաշնչյան միսիոլոգիան, այսինքն Աստվածաշունչը ինչ էր ասում, ինչ մեթոդներ էին օգտագործում և ինչպես էին գնահատում կարիքը։ Գիտեք, երբ որ մենք գնում ենք, միսիոլոգիան գիտեք, բարի լուրը տարածելու գիտությունն է, և Քրիստոսի հանձնարարությունը բարի լուրը հասցնելու մինչև աշխարհի ծայրերը, ավետարանը աշխարհի ծայրերը հասցնելու, կատարելու մասին գիտությունն է միսիոլոգիան, և մենք պիտի սովորենք վաղ շրջանի եկեղեցուց, բայց պիտի նաև իմանանք, որ վաղ շրջանի եկեղեցին նաև տարբերվում է այսօրվա եկեղեցուց իր միջավայրով, իր մշակութային միջավայրով, դրա համար սովորենք, բայց նաև հաջորդ դասը նվիրված է լինելու ժամանակակից միսիոլոգիային, միսիոլոգիայի ապագան կամ ժամանակակից մեթոդներին և ժամանակակից կարիքներին։ Ինչպես էին քարոզում ավետարանը աշակերտները Աստվածաշնչի ժամանակներում, Նոր Կտակարանի ժամանակներում։ Մենք տեսնում ենք, որ առաջին հերթին, օրինակ Պողոս առաքյալը կամ մյուս առաքյալները, որ պտտվում էին տարբեր երկրներով, տարբեր քաղաքներով, առաջին հերթին գնում էին ժողովարաններ, գնում էին այնտեղ, որտեղ արդեն իսկ պաշտամունք կար, արդեն իսկ Աստծո խոսքի քննարկումներ կար։ Իհարկե ժողովարանները հրեաների այսպես կրոնի, հուդայականության կերպով էին, բայց լավ առիթ էր, որովհետև իրենք առաջին առաքյալներն էլ հրեաներ էին, և իրենք գնում էին ու որպես հրեա ասում էին իրենց հայրերի ուղարկած փրկության մասին։ Իհարկե շատ ժողովարաններում իրենց դուրս էին անում, ասում էին մենք կարծես Աստծո խոսքը չենք ընդունում, մենք ընդունում ենք մեր հայրերի ավանդությունը, մեր պապերը այսպես են ասել, այսպես պիտի լինի, և նաև տեսնում ենք հրապարակային քարոզչություն։ Օրինակ Պողոս առաքյալը Աթենքում կանգնեց հրապարակում և քարոզեց։ Տեսնում ենք շատ հետաքրքիր ձևով, որ բարի լուրը տարածվում էր աշակերտության միջոցով։ Ասենք Լիդիային հանդիպեցին ճանապարհին, Լիդիան ապաշխարեց անհատական վկայության արդյունքում, իրենց տանը սկսեց աշակերտական խումբ, և այդ խմբի մեջ մարդիկ ապաշխարեցին, և այդ աշակերտական խմբի հիմքի վրա եկեղեցի հիմնադրվեց։ Եվ այդպես շատ դեպքերում աշակերտության և ուսուցչության միջոցով, վկայությունների միջոցով Տեր Հիսուսը ասեց իմ վկաները կլինեք Երուսաղեմում, Հրեաստանում, Սամարիայում և մինչև աշխարհի ծայրերը, այսինքն վկայության միջոցով ավետարանչությունը դա քարոզչությունը չի, դա ավելի շուտ դու կիսվում ես մարդու հետ։ Օրինակ եթե Պողոսը ժողովարանում քարոզում էր, իրենք կարող էին կանգնել, հակառակ պնդումներ անել, ասել չէ, այսպես է գրված, դու այսպես լավ չես հասկացել, և այսպես բանավեճ սկսվեր, բայց վկայության ժամանակ ոչ ոք չի կարող բանավեճի մեջ մտնել։ Իրանք կամ ասելու են դու խաբեբայես սուտ ես խոսում, կամ ընդունելու են քո ասածը։ Այդտեղ բանավեճի ճիշտ ու սխալի հարց չկա, որովհետև դու ասում ես, թե ինչ է արել Աստված քո կյանքում։ Եթե մեկ պատասխանված աղոթք ունես, ես գիտեմ, որ մենք շատերս անգամ ոչ հավատացյալ մարդիկ, որոնք Աստվածաշնչով չեն ապրում, եկեղեցի պարբերաբար չեն հաճախում, Աստվածաշունչ չեն կարդում, իրենք վկայություններ ունեն, որ իրենց ամենադժվարին պահերին, նեղության ժամանակ աղաղակել են Աստծուն, և Աստված լսել է իրենց աղոթքը և գերբնական կերպով միջամտել է, և գրեթե յուրաքանչյուր մարդ իր նեղության պահին կանչում է Աստծուն և ունի պատասխանված աղոթքի վկայություն,
առավել եւս Քրիստոսին Տեր ու Փրկիչ ընդունած աշակերտները, որոնք ըստ Աստվածաշնչի որոշել են աշխարհի ձևով չապրեն, ապրեն Քրիստոսի ասածով եւ Սուրբ Հոգու ներբնակություն ունեն իրենց մեջ, պատկերացրեք ինչքան վկայություններ կա մարդու կյանքում։ Օրինակ իմ կյանքում ես չգիտեմ, եթե գիրք գրեմ, մի գիրքը հաստատ չի հերիքի այն բոլոր վկայություններին, որ կան իմ կյանքում, եւ երբ որ ես մտածում եմ, ասենք մարդու այդ զրույցի ժամանակ փորձում եմ հասկանալ որ վկայությունը ասեմ, արդեն աղոթք եմ անում, ասում եմ Տեր, որովհետև վկայությունը նրա համար է, որ այդ մարդը հասկանա, որ իր նեղության, իր դժվարության մեջ էլ, ինչպես ինձ է օգնել Տերը, այնպես կարա իրան օգնի։ Եվ ես արդեն աղոթք եմ անում Աստծուց գերբնական գիտելիք եմ խնդրում, որովհետև գերբնական բնական կերպով ես չեմ կարող այդ մարդու կյանքը իմանամ, բայց ասում եմ Տեր, իմ որ վկայությունը ես կիսվեմ այս մարդու հետ։ Վկայությունները ավետարանչության մեծագույն միջոցներից են։ Արդեն նշեցի տնային հավաքույթները, անհատական զրույցները եւ նամակագրությունը։ Մեր ժամանակ նամակագրությունը փոխարինվել է on-line ծառայությամբ, ինտերնետային ծառայությամբ, բայց այն ժամանակ նամակագրությունն էր, Պողոս առաքյալը նամակներ էր գրում կամ Հովանեսը կամ Պետրոսը նամակներ էին գրում եւ դրանով ավետարանչություն էին անում։ Օրինակ Պողոս առաքյալը նամակ է գրում, ասում է կարդացեք այսինչ եկեղեցում, հետո փոխանցեք այնինչ եկեղեցուն։ Կարդացեք Գաղատիայի բոլոր եկեղեցիներում այս նամակը։ Եվ նամակագրության միջոցով ավետարանչություն էր տեղի ունենում։ Գիտեք, ուզում եմ ընթերցել Գործք Առաքելոց 20-24-ը, եկեք միասին բացենք Գործք Առաքելոց 20-րդ գլուխ, 24-րդ խոսքը, եւ ընթերցենք. Բայց ես իմ կյանքը ոչ մի բանով այդքան արժեքավոր չեմ համարում, որքան այն, որ ուրախությամբ կատարեմ իմ ընթացքը եւ ծառայությունը, որ Տեր Հիսուսից ստանձնել եմ Աստծու շնորհի ավետարանը վկայելու համար։ Ասում եմ, ես իմ կյանքը այդքան արժեքավոր չեմ համարում, որքան նրա հանձնարարությունը կատարելը։ Այսպիսի անձնուրաց, Սուրբ Հոգով լցված, Աստծու հետ մտերմության ընթացքով անցնող մարդկանց միջոցով է, որ միսիան կամ առաքելությունը կամ Տեր Հիսուսի հանձնարարությունը կատարվել է։ Եվ մենք այսօրվա այդ միսիայի շարունակողներն ենք։ Եվ Աստված յուրաքանչյուրին, ով լսում է այս խոսքերը, յուրաքանչյուրին, ով հավատում է Տեր Հիսուսին, տեսնում է որպես իր միսիայի շարունակողներ։ Գուցե դու քեզ այդպեսին չես տեսնում, բայց Աստված, որովհետև դու վկայություն ունես, որովհետև դու ունես, հաստատ ունես կյանքումդ մի բան, որ Տերը արել է, որ կարաս մեկ ուրիշին ցույց տաս փրկության ճանապարհը, Քրիստոսի հետ մտերմության ճանապարհը։ Եվ շատ կարևոր էր, մեթոդների մասին եմ խոսում, շատ կարևոր էր ոչ միայն խոսքի ավետարանչությունը, այլև գործի ավետարանչությունը։ Շատ կարևոր էր դրսինների վկայությունը։ Ինչ էին տեսնում այն ժամանակվա մարդիկ եկեղեցում։ Տեսնում էին առաջին հերթին այն, ինչ չկա աշխարհի մեջ։ Տեսնում էին, որ իրար անծանոթ, օտար մարդիկ իրար դառնում են հարազատ։ Տեսնում էին սեր, հոգատարություն, խնամք։ Հիշում եք նախորդ դասից Ժանտախտի ժամանակ, երբ որ Եվրոպայում մոլեգնում էր այդ համաճարակը, ովքեր էին, որ խնամում էին Ժանտախտով հիվանդներին, ովքեր էր, որ մահացածներին էին տեղափոխում, հողին հանձնում, դրանք քրիստոնյաներն էին, դրանք հավատացյալներն էին։ Եվ իրենք էլ մահանում էին, գիտեին, որ գնան մտնեն այդ տուն, վարակվելու են, բայց գնում էին։ Եվ տեսեք այն մարդիկ, որոնք տներում փակվել էին, որոնք չէին ուզում ինչ որ մեկը շփվեր իրենց հետ, որ չվարակվեին, իրենք տեսնում էին այդ ամեն ինչը եւ չէին հասկանում ինչու։ Ինչու էս մեկը ծարավ հիվանդ է, ծարավա ջրի կարիք ունի,
աղաղակում է, ասում է, այս ցավը այդքան ուժեղ չի, ինչքան ծարավը, մեկը եկեք ինձ ջուր տվեք։ Եվ գնում էին ու հացել էին տալիս, ջուրել էին տալիս, Տիրոջ մասին էին խոսում, քաջալերում էին, մխիթարում էին, հետո իրանք էլ մահանում էին այդ հիվանդությունից, եւ սա տեսնում էին մարդիկ։ Բայց միայն այդ ժամանակ չէր, առաջին դարի եկեղեցին, հենց Աստվածաշնչյան Գործ Առաքելոցի եկեղեցին գրված է, որ հատուկ հիշում եք, երբ որ 7 սարկավագների մասին է խոսվում, իրանց առանձնացնում են, որովհետև առաքյալները խոսքի քարոզությամբ պիտի զբաղվեն, իսկ աղքատներին կերակուր բաժանելը հանձնարարեցին Սուրբ Հոգով լցված ծառայողների, որոնց մեջ էր նաև Ստեփանոսը։ Այսինքն, այս գթության ծառայությունը, օրինակ մենք եկեղեցում այս հույսի տուն ենք կոչում մեր գթության ծառայությունը, հույսի տուն ծառայությունը, որ մենք ենք անում, այն ժամանակ էլ կար, որ անհույսներին հույս էին տալիս։ Եթե տեղյակ չեք այս ծառայության մասին, ուղղակի ծանր հոգեվիճակում լինող, ծանր կյանքի ընթացքով անցնող մարդկանց այցելությունների ծառայություն ասա։ Եվ այս ամենի արդյունքում Գործ Առաքելոց 2-րդ գլխից ընթերցենք 42-ից 47-ը եկեղեցու նկարագրությունը, գրված է ջերմեռանդորեն հետևում էին առաքյալների ուսուցմանը, հաղորդությանը, հացի բեկմանը եւ աղոթքներին։ Նրանք բոլորը վախով էին համակված, որովհետև առաքյալների միջոցով շատ հրաշքներ ու նշաններ էին կատարվում, եւ բոլոր հավատացյալները նույն տեղում էին համախմբվում, եւ նրանց ողջ ունեցածն ընդհանուր էր, նրանք վաճառում էին իրենց ունեցվածքն ու կալվածքները եւ բաժանում էին բոլորին, ով ինչի կարիք ունենար։ Ամեն օր տաճարում էին համախմբվում, իսկ հացի բեկումը տներում էին կատարում ուրախությամբ եւ պարզ սրտով, իրենց կերակուրը ճաշակելով, օրհնում էին Աստծուն եւ ուշադիր եղեք այս խոսքերին։ Եվ ամբողջ ժողովրդի մեջ սեր ու հարգանք էին վայելում։ Իսկ Տերը նրանց խմբում փրկվածների էր ավելացնում ամեն օր։ Տեսեք համագործակցությունը Աստծու հետ։ Իրենք ապրում էին այնպիսի կյանք, որ դրսիններից սեր ու հարգանք էին վայելում։ Աստված էլ ոչ միայն փրկվածներին էր բերում ամեն օր եկեղեցի, ավելացնում էր եկեղեցին, այլև գրված է, քանի որ իրանք ճիշտ առաքյալների վարդապետությամբ, ճիշտ Աստվածաշնչի Տեր Հիսուսի ուսուցումներով էին քարոզում, Տերն էլ իր նշաններով ու հրաշքներով հաստատում էր այդ քարոզությունը։ Ինչպիսի հրաշալի հանձնարարություն։ Կարծում եմ, հենց սա է, հենց այս մոդելն է, հենց այս մեթոդներն են, որոնց կարիք է այսօր ունի եկեղեցին, որպեսզի արդյունավետ կերպով շարունակի այն առաքելությունը, որը հանձնարարել է Տեր Հիսուսի իր եկեղեցուն։ Մի հետաքրքիր պատմություն կա, երևի բոլորը տեսած կլինեք Սուրբ Պատրիկի օրը Իռլանդիայում, բոլորը կանաչ են հագնում, չգիտեմ, հարբում են այդ օրը, ինչեր են անում, դարել է այդ լավ տոնը, դարել է, չգիտեմ, տոնախմբություն աշխարհային իմաստով, բայց ուզում եմ Սուրբ Պատրիկից խոսալ, որովհետև երբ որ ընթերցեցի, շատ դուրս եկավ եւ ուզում եմ կիսվել, 1-2 օրինակ եմ գրել, որոնց մասին կկիսվեմ։ 16 տարեկանում Իռլանդիա, Անգլիա միշտ բախումներ են եղել եւ գրավում են որոշակի գյուղ ու 16 տարեկանում իրան տանում են, վաճառում են ստրկության ու ինքը մի տանը, եթե չեմ սխալվում, գրել է իմ մոտ քանի տարի, կարծեմ 6 տարի ստրուկ է լինում, 6 տարի ստրուկ է լինում, բնականաբար լեզուն սովորում է, մշակույթին ծանոթանում է եւ 6 տարի հետո գիշերը երազում Աստված իրեն ասում է, որ նավակ կա ափին, ծովափին են լինում, նավակ կա, գնա եւ փախիր, գնա տուն։ Գալիս է, նստում է, տենում է նավակը կա, նստում է, հետ է վերադառնում եւ ազատվում է ստրկությունից։ Հետո անցնում են տարիներ, ինքը հավատացյալ, հոգևոր, կրթություն է ստանում, քահանայական ծառայության է անցնում եւ Աստված արդեն հասուն տարիքում ասում է, որ հիմա հետ պիտի գնաս Իռլանդիա, որովհետեւ Իռլանդիան Քրիստոսի կարիք ունի։ Եվ ինքը գնում է
այնտեղ, որտեղ իրենց տրկացրել էին, գնում այդ ժողովրդին ծառայելու եւ շատ հետաքրքիր ձևով միսիոներ է դառնում թշնամու երկրում եւ ասում է ինչի կարիք կա, կարիքի գնահատում, լավ, հիմա կարիքին նայենք, ինքը նայում է, որ ասում է, որ պիտի հավատացյալները օրինակելի կյանք ունենան, օրինակելի վարք ունենան, պիտի այնպիսի կյանքով ապրեն, մեր Հայաստանի ձևով ասեմ, լավ, որ երբ որ ավետարան խոսած, չասի հա գիտեմ, մեր հավատացյալն մեր հարևանն էլ է հավատացյալ, ինչ ասես անում է, հա գիտեմ, մեր աշխատողն էլ է հավատացյալ, հետ սկզբունքներ չի պահում, այդպես չէ, եւ ինքը ասեց, եթե դառնում եք հավատացյալ, պիտի օրինակելի վարք ունենաք ձեր կյանքում, եւ նաեւ մշակույթը, լեզուն դե գիտեր, ինքը չեկավ Անգլիայի կրոնը բերեց Իռլանդիա, ինքը եկավ, դրա համար, գիտեք, իռլանդացիները իրան ընդունում են իրենցը, ոնց որ հայերը Գրիգոր Լուսավորիչին, երևի հարցնեք հայերի կեսը կասեն հայա Գրիգոր Լուսավորիչը, բայց հայ չի, այնպես իռլանդացիների համար այդ Սուրբ Պատրիկը անգլիացի չի, ինքը իրանցն է, այսա է միսիոների, հենց դու պիտի դառնաս իրանցը, ոչ թե քո մշակույթը տանես այնտեղ, այլ Քրիստոսին տանես այնտեղի մշակույթի մեջ։ Սա շատ հետաքրքիր մոտեցում էր, որը մեծ հաջողություն ունեցավ եւ շատ կար կախարդություն այնտեղ, շատ տարածված էր կախարդությունը, գուշակությունը եւ իր ավետարանչությունը հենց միտված էր մարդկանց հոգեվոր ազատագրությանը եւ մեծ հաջողություն ունեցավ եւ ամբողջ Իռլանդիան ընդունեց իր չասեմ միանգամից, բայց շատ հաջող իր կյանքի տարիներին շատ հաջողված կերպով ծառայություն ունեցավ։ Մեկ ուրիշ մեթոդ ասեմ, լսել եք, որ օրինակ սլավոնական, այսպես կիրիլիկ են ասում այբուբենը, չէ, ռուսական այբուբենը եւ սլավոնական շատ երկրներ օգտագործում են այդ կիրիլիցա ռուսերեն ասած այբուբենը, կիրիլիցան Կիրիլ եւ Մեֆոդի ռուսերեն իրանց անունները գիտեմ, Մեթոդիուս, բայց մեր ականջին չի հնչում Մեթոդիուս հունական անունը, իրանք միսիոներներ են եղել։ Իրենք այբուբենը հայտնագործել են շատ նման է Մեսրոպ Մաշտոցին, որպեսզի Աստվածաշունչ թարգմանեն սլավոնական լեզուներով։ Եվ իրենք այսպիսի ավետարանչությամբ են զբաղվել եւ շատ հաջողված է եղել իրենց ավետարանչությունը, իսկ Մեֆոդին կամ Մեթոդիուսը ինքը նկարիչ է եղել եւ թագավորներից մեկը ուղղակի ինքը աստվածաշնչյան նկարներ է նկարել, այդ նկարին նայելով ապաշխարել է։ Սա նաեւ արվեստի միջոցով Աստծո խոսքը տարածելու հնարավորության մասին է խոսում։ Ֆրանցիսկոս Ասիզացին լրիվ ուրիշ մեթոդ էր սա, բայց էլի ավետարանչությունն արել է։ Ընդ որում ինքը շատ հայտնի է բնության հանդեպ իր սիրով, բայց նաև մուսուլմանների մեջ ավետարանչություն արել, շատ հետաքրքիր կերպով։ Ինքնազոհաբեր կյանքի քարոզիչ է եղել, երաժշտությունը ավետարանչության մեջ, կիրառության նախակարապետներից մեկն է եղել եւ ամեն մեկը մի այդ ժամանակների կարիքը զգալով մոտեցել են ու այդ կարիքը երբ որ բավարարել են, ժողովրդի ականջը բացվել է ավետարանի համար։ Վիլյամ Քերի իրան համարում են բողոքական միսիոներության շարժման հայրը, Հնդկաստանում իրենց առաջել են եղել միսիոներներ, բայց Հնդկաստանում գնացել է եւ առաջին նորադարձը եղել է իր ծառայության 7-րդ տարում։ Եվ այնպես չի, որ այսպես շատ հաջողված, այսպես համատարած ապաշխարություններ են եղել, բայց ինքն էլ շեշտադրում էր մշակույթի կարևորությունը, տեղական լեզվով աստվածաշունչ ունենալու կարևորությունը եւ ինքը հայտնի է նրանով, որ միսիոներության փափագը, կրակը բռնկել է մյուս միսիոներների մեջ։
Այսինքն ավելի շատ ինքը մյուսներին է քաջալերել, շատ հայտնի է ինքը իր նամակագրություններով, որ շատ հոդվածներ ա գրել միսիոներության մասին եւ օգնել ա, որ մարդիկ, որ Քրիստոսին հավատում են, իր կանչը զգան եւ շատ միսիոներներ, ինչու են ասում հայրը բողոքական միսիոներական շարժման, որովհետեւ ինքը շատ-շատերին մղել ա դեպի միսիոներություն իր անձնազոհ օրինակով։ Իհարկե շատ ողբերգություններ կան, շատ ցավալի պատմություններ կան, երբ որ մարդիկ գնացել են, նահատակվել են այդտեղ, գնացել են ընտանիքներով, զոհվել են, փոքր երեխաներին են սպանել, բայց իրանց արյունը, ինչպես Տեր Հիսուսն է ասում Աբելի արյունից, մինչև Զաքարիայի արյունը խոսում են, այնպես Քրիստոսի արյունն է խոսում, իրենց արյունն էլ խոսում է։ Եվ շատ-շատերը տեսնելով իրենց նահատակությունները, իրենք են ապաշխարել դրանից, տեսնելով մինչև վերջ Քրիստոսին հավատարմությունը։ Գիտեք, ինչն է կարևոր այսօրվա երիտասարդներին եմ ուզում ասել սա, անգամ ամուսնությունը, երբ որ ես կարդում էի պատմությունը, անգամ երբ որ Տիրոջը սիրող, Տիրոջ միսիոներական կանչը ընդունած մարդը որոշում էր, թե ում հետ ամուսնանա, ինքը նայում էր, Վիլյամ Քերիի կինը, ինքը շատ խանգարել է միսիային, շատ դեմ է եղել, հետո երբ որ Վիլյամ Քերին որոշել է, որ մենակ կգնա, հետ է եկել է Հնդկաստան, բայց այնտեղ էլ շատ խանգարել է, հոգեբանական խնդիրներ է ունեցել, մի խոսքով, անգամ ամուսնությունը մարդիկ նայում էին, ամուսնանալուց առաջ իրար ասում էին, ես սրանով եմ ապրում, եթե դու հիմա չես կիսում այդ տեսիլքի ինձ հետ, ավելավա մենք չամուսնանանք։ Պատկերացնում եք, ուր էր հասել այդ փափագը Տիրոջ հանձնարարությունը կատարելու։ Բոլոր հաջողված միսիոներները սկսել են մշակույթը եւ մարդկանց ճանաչելուց, տվյալ տարածքի եւ կարիքի գնահատումից, հետո իրենց ռազմավարության համբերատար կիրառությունից։ Եվ մի բան, Աստծուն, եթե այսօր ինչ-որ մեկ ուզում Աստծուն ծառայի, Աստծուն հնարավոր չի ծառայել իրան չդնելով ամենաառաջի տեղում։ Մոռացեք սա։ Դուք գոլ, գաղջ հավատացյալներ եք լինելու։ Եթե Աստված ձեզ համար ամենաառաջին տեղում չի, ապաշխարեք։ Աստված պիտի լինի առաջին տեղում։ Եվ այս միսիոներների պատմությունները բոլորը ցույց են տալիս, որ հաջողվում է նա, ով Աստծուն ամեն ինչից բարձր է դնում իր կյանքում։ Եվ Աստված ինքն էլ երկրորդ տեղ չի հանդուրժում։ Օրինակ, եթե քո համար բիզնեսն է առաջին տեղում, քո համար, չգիտեմ, ինչն է առաջին տեղում, Աստված դե Աստծուն էլ հարգում ենք, պաշտում ենք, ոչինչ, հիմա այդպիսի մարդիկ ասում են շատ մի խորացի։ Աստված իր տեղը ունի, բայց դե մենք կյանք ենք ապրում, պետք է վայելենք այս կյանքը։ Այդպիսի մարդիկ, եթե այդ մոտեցման մեջ մնան, մի օր հետ քաշվողներ են դառնալու, հավատքից հետ քաշվողներ, որտեղ Աստված միայն առաջին տեղն է։ Դու գիտես, որ դու մեկին հրավիրում ես քո տուն, մի պատվարժան մեկին, սեղանի շուրջ, ասենք, պատվավոր տեղեր կա, չէ՞, սեղանի շուրջ իրան նստացնում ես ամենաանպատիվ տեղում, կամ չես նստացնում պատվավոր տեղում, այդ մարդը բնականաբար չի նեղվի, եթե համեստ խոնարհ մարդ լինի, բայց հաստատ դու իրեն նեղացրեցիր քո այդ պահվածքով։ Դուք պատկերացնում եք, ով է Աստված։ Մենք իրան կանչում ենք մեր կյանքի մեջ։ Մենք իրան կանչում ենք մեր կյանքի մեջ եւ ասում ենք՝ արի, բայց մամոնան մի քիչ քեզանից վերև պիտի լինի։ Աստված չի հանդուրժի դա։ Արի, բայց իմ ցանկությունները ես ուզում եմ քեզանից վերև դասեմ։ Աստված չի հանդուրժելու դա։ Աստված կգա համբերատար, կասի ոչինչ։ Ես քո այդ աշխատանք կտանեմ, որ դու հասունանաս։ Դու այսօր չես հասկանում։ Դու գուցե մանկահասակ ես հոգևոր կյանքում։ Չի թողի քեզ գնա, բայց դու պիտի փոխվես եւ պիտի հասկանաս։ Եվ ես հավատում եմ, որ պատահական չի, որ դու լսում ես այս խոսքերը։ Աստված մեր կյանքում պիտի լինի ամենաառաջին տեղ։
հիշենք, եթե դու ուզում ես ծառայել Տիրոջը, դու պիտի ունենաս սեր մարդկանց հանդեպ։ Եթե դու ուզում ես ինչ-որ տեղում ծառայես, եթե դու ուզում ես ինչ-որ ծառայության մեջ ծառայես, միսիոներություն լինի, թե կարգ ու կանոն լինի, թե երգչախումբ լինի, եթե դու այստեղ կանգնած, այստեղ նստողներին չես սիրում, եթե իրանք քո համար Աստծու թանկ ու սիրելի զավակները չեն, դու եկել ես իրանց առաջնորդես երկրպագության մեջ, դու մի օր սառելու ես։ Ու ցանկացած կարգ ու կանոն, ասենք դու պիտի նստացնես մարդկանց, եկեղեցում, չգիտեմ, մեքենաները կանգնացնես ճիշտ, եթե իրանք քո համար թանկ չեն, եթե դու չես հասկանում, որ դու Աստծու զավակներին ես ծառայում, դու չես կարող այդ ծառայությունը անել, ցանկացած ծառայություն, մաքրության ծառայությունը, խոհանոցի ծառայությունը, խոսքի ծառայությունը, ցանկացած ծառայություն, այցելությունների ծառայությունը, եթե սեր չկա մարդկանց հանդեպ, դու չես կարող ծառայես, դու կհոգնես այդ ծառայությունից, այդ ծառայությունը քո համար բեռ կդառնա, եւ դու մի օր այդ բեռը կգցես քո ուսերից։ Ինչ կարիքներ կան, իհարկե բոլորը ունեն փրկության կարիք, բայց ունեն նաեւ այլ կարիքներ։ Երբ որ ես այս մասին էլի եմ ասել, բայց կրկնեմ եւս մեկ անգամ, որովհետեւ ճիշտ թեմայի մեջ է, երբ որ ես Հարավային Կորեայում էի, Սեուլում, ինձ տարան միսիոներության թանգարան, իրանք ունեն միսիոներության թանգարան, եւ այնտեղ միսիոներության պատմությունն էր, եւ առաջին միսիոներները, որոնք եկել էին Կորեա, բուդդիստական Կորեա, այնտեղ ավետարան քարոզելու, իրենք նստել էին, աղոթել էին եւ ասել էին Տեր, ո՞րն է այս ժողովրդի կարիքը, եւ տեսել էին, որ շատ մեծ կարիք կա հիվանդանոցների եւ շատ մեծ կարիք կա դպրոցների ու համալսարանների, եւ ամբողջ միսիոներական ներուժը կիրառել էին, որպեսզի բժշկական ծառայություններ լինեն այդ երկրում եւ նաեւ կրթություն լինի այդ երկրում։ Այսօր Կորեան աշխարհի ամենազարգացած երկրներից մեկն է եւ քրիստոնեության առումով ամենաազդեցիկ քրիստոնեական եկեղեցիներից մեկը Կորեայում է, որ եթե չեմ սխալվում աշխարհում երկրորդն է, թե երրորդը միսիոներների քանակով, որ ուղարկում է տարբեր երկրներ։ Ես հիշում եմ Աֆղանստանում կորեացի միսիոներների էին սպանել 10 թե 20 հոգի մուսուլմանները եւ այդպիսի ամենաթեժ կետերը իրանք միսիոներներ են ուղարկում եւ աշխարհի միսիոներներ ուղարկող երկրորդ, որտեվ եթե չեմ սխալվում Ամերիկայի Միացյալ Նահանգներն են առաջինը, դրանից հետո երկրորդն է թե երրորդը, բայց այդ երկիրը ընդամենը մի 100 տարի առաջ ինքը ամբողջությամբ բուդդիստական երկիր էր, իսկ այսօրվա տվյալներով 8-ից 10 միլիոն վերստին ծնված հավատացյալներ բողոքական հարամվանության ապրում են այնտեղ եւ կորեական տնտեսական հրաշքը կապում են քրիստոնեության մուտքի հետ, որովհետեւ մարդիկ դարձան բարեխիղճ իրենց աշխատանքի մեջ։ Ամեն ինչ սկսվեց կարիքի գնահատումից։ Եվ մենք անգամ Հայաստանի մեջ, եթե ինչ-որ գյուղ, ինչ-որ քաղաքում նոր ծառայություն ենք սկսում, պիտի հասկանանք այդ տեղի մարդկանց կարիքի գնահատում, ինչ կարիք կա, եւ ինչպես կարող ենք մենք որպես Քրիստոսի աշակերտներ ներդրվել այդ կարիքին ինչ-որ կերպով, այդ կարիքի բավարարմանը ինչ-որ կերպով նպաստելու համար։ Անգլիական մի ասացված կա, ասում է քո գործերը այնքան բարձր են խոսում, որ ես չեմ լսում քո ասածը։ Այսինքն խոսալը մի բան է, անելը մի բան, եւ գործերը ավելի բարձր են խոսում, մարդիկ չեն լսում, բայց դրա հակառակն էլ կա, գործերը այնքան բարձր կարող են խոսեն, որ մարդիկ այս խոսքի կարիքը չունենան, տեսնեն սերը միայն ասելով չի, սերը մենք պիտի ցույց տանք գործերով, ցույց տանք մարդու դժվարության ժամանակ իր կողքը կանգնելով։ Եվ կարծում եմ, երբ որ դու հասկանում ես կարիքը, պատկերացնում եք կորեական պետությունը, որ այսօր ամբողջությամբ քրիստոնեական չի, չմտածեք, որ Կորեան
ամբողջությամբ քրիստոնեական երկիր, բայց պետական մակարդակով շնորհակալություն է հայտնում քրիստոնյա միսիոներներին։ Հայաստանում կորեացիները չլսեն, չիմանան, չասեք ոչ մի կորեացու, Հայաստանում, որ ուզում են մեկի թշվառությունը նկարագրեն, ասում են, հո դու Կորեայի որբերից չես։ Այսօր Կորեան որբերը, այսօր կորեական մեքենաներն ու հեռախոսները, չգիտեմ, կորեական ֆիրմաները, նավաշինությունը, ես տեսա կորեական նավաշինությունը, մնացած բոլոր ոլորտները այնպիսի աճ են ապրել 50 տարվա մեջ, 60 տարվա մեջ, որ ինչ Կորեայի որբ։ Այսօր կարելի է այն ամենահարուստ ապրողներին ասել, հո դու կորեացի չես։ Քեզ այդքան բան ես թույլ տալիս, որովհետև աշխարհի ամենահարուստներից շատերը այնտեղ են ապրում։ Ես սա չեմ խոսում նրա մասին, որ հարստությունը չափանիշ է, ես խոսում եմ սա նրա մասին, որ պետությունը շնորհակալ է քրիստոնյա միսիոներներին, որովհետև իրենք գիտեն իրենց երկրի ոտքի կանգնելու միջոցը ովքեր են եղել։ Չկա ամբողջական նվիրում ձեռի հետ ծառայելով, դու քեզ ես հոգնածնելու։ Աստված կտրում է աղբյուրը զորության ու դու քո ուժով, դե տես ամենադժվար բանը, ես ասել եմ եւս մեկ անգամ ասեմ, ամենադժվար բանը, որ կա այս աշխարհում, քրիստոնեական կյանքը ապրելն է առանց Սուրբ Հոգու զորության։ Դժվար չի, անհնարին է։ Բայց երբ որ Սուրբ Հոգին է զորացնում մարդուն, որ քո արածը հաճելի է Աստծուն, որ իր շնորհքի հոգին է գալիս, երբ որ դու զորություն ունես Տիրոջից, ամենադժվար հանձնարարությունը ուրախությամբ եւ Տիրոջ գերբնական միջամտությամբ դառնում է իրագործելի։ Մենք ընտրության առջև ենք։ Եվ այսօր ուզում եմ, որ Տերը խոսա մեր սրտերին։ Այո, մեթոդները շատ տարբեր են, բայց եթե ինչ-որ մեկին ծառայում ես, եթե ինչ-որ մի ծառայության մեջ ես, առաջին հերթին տես կարիքը։ Ոչ թե ասա, միսիոներներ կան, որ գալիս են ասում են, մենք արդեն գիտենք, մենք ծրագրով եկել ենք, մեզ պետք չի սովորենք, ստե ինչ պիտի անենք, մենք բոլոր երկրներում էլ արել ենք, այդ բոլոր երկրներում կարող արել ես, այստեղ չի գործում քո արածը, մի հատ տես, ո՞րն է այս ժողովրդի կարիքը։ Մի հատ աղոթի, մի հատ տես։ Մնացածը ավելի մեր հայկական այսօրվա իրականության, թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս եւ շրջակա երկրների մասին եւ ընդհանրապես ինտերնետի բացած հնարավորությունների մասին, կարիքի գնահատման եւ իմ տեսանկյունից կարիքների արդեն գործնական ձևակերպման մասին խոսենք հաջորդ եւ վերջին դասին միսիոլոգիայի։ Իսկ հիմա առաջարկում եմ կանգնենք աղոթքի։ Շնորհակալ ենք Տեր։ Ուզում եմ, որ այսօր մեր սրտերում քո մեծ հանձնարարականը կատարելու այդ առաքելությունը շարունակելու կրակ բռնկես, փափագ բռնկես Տեր։ Խոսես մեր սրտերին։ Ամեն մեկից ցանկացած ծառայության մեջ, որ ամբողջական նվիրումով ծառայենք, որ կարողանանք Պողոս առաքյալի պես ասել, մեր կյանքը այդքան չենք գնահատում, ինչքան քո կամքը կատարելը, ինչքան քո հանձնարարությունը կատարելը, ինչքան մարդկանց բարի լուրը փոխանցելը, աշակերտ դարձնելը եւ քո խոստումը Տեր, թող այսօր գործի մեր կյանքերում, որովհետեւ դու հանձնարարությունից հետո ասեցիր եւ ձեզ հետ եմ լինելու ամեն օր մինչև աշխարհի վերջը։ Շնորհակալ ենք Տեր։ Եթե ինչ-որ բան էլ չենք անում քո կամքի մեջ, խնդրում ենք, որ խոսես մեզ հետ, ուղղես, ուղղորդես, խրատես ու հանդիմանես, եւ մենք ուզում ենք, որ այնպես ծառայենք քեզ,
որ քո նշաններով ու զորություններով դու հաստատես այն խոսքերը, որ կանենք, այն խոսքերը, որ կխոսենք եւ այն գործերը, որ կանենք։ Օգնիր մեզ, առաջնորդիր եւ թող շատ միսիոներներ բարձրանան, Տեր, եւ թող շատ ծառայողներ բարձրանան եւ այդ զոհաբեր կյանքերի վրա երկնքից քո կրակը իջեցրու եւ թող քո ավետարանի բարի լուրը բռնկի շրջապատի մարդկանց, բռնկի ժողովուրդներ ու ազգեր եւ շատ շատերը փրկության գան եւ այդ վերջին հունձքը առատ լինի, Տեր։ Սա մեր աղոթքն ու խնդրանքը մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։